ագանչների աղմուկ, tinnitus, բաժարները եւ բուժումը։ Նախ խոսանք բաժարների մասին, ամենահաճախ տարածվածը ագանչի լսողության թուլացումն է, կարող է նաեւ լինի ուռուցքի հետ կապված բարվորակ գոյացության, այսինքն այսպես կոչված վեստիբուլար շվանոմայի հետ, որը շատ լուրջ պատճառ է, նաև ուրեմն մենիերի հիվանդության հետ, հաջորդ պատճառը անոթային պատճառներ, այսինքն գլխի եւ բարանոցի արյան շրջանառության խանգարումներն են, անոթի նեղացումն է եւ անոթային ուռուցքները, ագանչի աղմուկը կարող է լինի նաև դարիքային պատճառով, ստրեսը եւ քնի խանգարումը ուժեղացնում է ագանչի աղմուկը։ Կարևոր պատճառներից է նաև դեղորայքը, բուժումը, ուրեմն խորհուրդ ենք տալիս վարժություններ ագանչի շրջանում, երկրորդը ուրեմն դեղորայք, որոշակի դեղորայք ենք նշանակում, երրորդը երաժշտությունն է, այսպես կոչված sound therapy, երաժշտություն ենք տակորձում, որբեսի շեղենք հիվանդի ուշադրությունը, հանգստացնենք հիվանդին, որբեսի սովորական երևույթ դառնա այդ աղմուկը։ Իհարկե, եթե հիվանդը լսողության խնդիր ունի, անպայման պետք է լսողության սարքեր գրի, հաջորդը մտքերի ուղումն է, այսինքն պետք է դրական փորձի հիվանդը դրական մտածի այս երևույթին, սա գոչվում է cognitive behavior therapy, պետք է հիվանդը քունը կարգավորի եւ ստրեսը թեթևացնի, պետք է շնչառական վարժություններ կատարի, այսինքն խորը շնչառություն եւ երկարադեպ արտաշնչում, մեդիտացիա, վեգետատիվ նյարդային համակարգը բալանսավորվում է եւ մեր ուղեղի լիմբիկ համակարգը հանգստանում է եւ ախի դակնաբի զգացումը թուլանում է։ Մեր օրգանիզմը ավելի է ընդելանում այս վիճակի հետ, ինչ հետազոտություն պետք է անցնի հիվանդը, դա որոշվում է հիվանդի զննելուց հետո, բայց ընդհանուր առմամբ բժիշկը պետք է ընդհանուր զննում անցկացնի հիվանդի նյարդային համակարգը եւ տեսնի աղմուկը արդյոք միակողմանի է թե երկկողմանի։ Իհարկե, այստեղ ցանկալի է ագանչի լսողության ստուգում անցկացվի աուդիոմետրիա եւ պետք է անցնի բարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն։ Շատ կարեւոր է, որ բժիշկը պետք է ստուգի հիվանդի վեստիբուլար ապարատը եւ այս ամենից հետո բժիշկը պետք է որոշի արդյոք կարիք կա MRT հետազոտության թե ոչ գլխի